տեսեք դե ինչը կանեին 1915 թվականին թուրքերը Արևմտյան Ադրբեջանում, Արևմտյան Հայաստանում ապրող հայերի հետ, նույնը անում է հիմա Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում հայ քրիստոնյաների, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Տարբերություն բացարձակ չկա, այստեղ նպատակը մեկն է, ոչնչացնել հայկականը, ոչնչացնել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կարևորագույն ուրեմն ինստիտուտներից մեկը եկեղեցին եւ դրանով իսկ սկիզբ դնել բոլոր այն զարգացումներին, որոնք որ երբևիցե մեզ որպես ազգ, որպես այսպես դարաշարունակ գոյատևող եւ զարգացող ինքնություն ոչնչացնելն է։ Իհարկե սա ինձ օգտվում միայն Ադրբեջանը ու Թուրքիան, որտեղ տարածաշրջանը ամբողջովին այս պայդրությամբ զարգացվածության եւ նաեւ առաջընթացության առումով երկու պետությունները մեծ առաջընթաց ունեն՝ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր կապիտուլյանտի, բայց մնացած բոլոր հարցերում միանշանակ ունենք անկում, ունենք շատ լրջագույն խնդիրներ, որոնք արդեն իսկ որպես այդպեսին ակնկալի եւ տեսանելի են։ Հիմա այս ձերբակալությունները, որոնք իրականացվում են եւ ըստ մամուլի տեղեկությունների հաջորդելու են կրկին զրբազանների ձերբակալություններ, ինչ նպատակ է դրված, վերջնանպատակը որն է եւ այսպես ավելի հեշտացնում են վեհապարին հեռացնելու գործընթացը վեհարանից։ Տեսեք, դե հաշվառող պատմական փորձը հայ ժողովրդի միշտ փորձել են թշնամիները ոչնչացնել հայերին, սակայն չեն կարողացել մեկ պարզ բանի պատճառով հայերի մոտ եղել է հավատը եւ հայ առաքելական սուրբ եկեղեցին որպես կարևորագույն ինքնության պահպանման ինստիտուտ, դրա շուրջ համախմբվել են եւ կարողացել են ինչ-ինչ զրկանքներ կրելով ի վերջո ստեղծել Հայաստանի երրորդ հանրապետություն եւ ցույց տալ, որ հայերը որպես ինքնություն, որպես ազգ իրենց տեղը ունեն ամբողջ աշխարհում։ Հիմա նպատակը ներսից պայթեցնելն է, ներսից ոչնչացնելն է մեր ինքնությունը պահպանող միակ ինստիտուտի եւ այդ ուղղությամբ պլանում է ամեն ինչ։ Ես չեմ կասկածում, որ ձերբակալություններ կլինի, տեսել եմ նաեւ տարբեր վարկածներ, հավանական տարբերակներ, որ կա իրավիճակ, որտեղ կարող է նաեւ կալանավորել վեհապարը, դրան էլ եմ սպասում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանից միմիայն սպասում հակահայկական գործողություններ ի վնաս Հայաստանի Հանրապետության, ի վնաս հայ ժողովրդի։ Հետևաբար ասել, որ նման բան տեղի չի ունենա, բացառում, որովհետև տեսեք, Ադրբեջանում կան հստակ ցուցիչներ, որոնք արտահայտվում Հայաստանի Հանրապետությունում։ Այնտեղ խոսում են, որ քրիստոնեությունը որպես այդպեսին հայերը չեն ընդունել, հայերը որպես այս տարածաշրջանում գոյություն չեն ունեցել, այլ եկվոր ազգ են եղել, այսպես ոնց որ բերել իրենց տեղադրել այս տարածքում։ Հետևաբար մեր ինքնությունը, մեր կրոնը, մեր հայ ազգը որպես այդպեսին ստեղծված է, ոչ թե արարված է, ուղղակի արհեստական կերպով ստեղծված է։ Եվ այս նպատակը նաև դրան է տանում, որպեսզի ոչնչացնելով եկեղեցին, ոչնչացնեն ամբողջ հայկական ինքնությունը։ Ադրբեջանական մամուլում ինչ տոնախմբություն է, որովհետև մենք տեսանք, որ հայտարարությունները, որոնք հնչել էին Փաշինյանի կողմից, վեհապարին երբ հրավիրում էր իր մոտ, դա այդպես ոգևորությամբ արտաշնչում։ Հարցը վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու արքեպիսկոպոս է ձերբակալվել, հիմա էլ երկրորդին արդեն դատում են։ Սա, ինչպես նշեց իմ գործընկերը, մեծ խանդավառությամբ է ընդունվում ադրբեջանական մամուլում։ Դուք նոր տեղեկություններ, նոր վերլուծություններ ունեք, բացի արդեն հայտնի տեղեկություններ։ Տեսեք, մենք շատ կարող դիտարկում անեն, որ անդառնամ հարցին, օրինակ ադրբեջանական տիրույթում մշտապես խոսվում է նրա մասին, որ օրինակ իրենց մոտ ոնց են կալանավորում իրենց ընդդիմադիրներին, կամ մեղադրում են ահաբեկչության մեջ, կամ էլ հայերի հետ համագործակցելու մեջ։ Հիմա նույնը Նիկոլանում այստեղ ուրեմն հոգեորական բարձր դասի ներկայացուցիչների նկատմամբ մեղադրում է ահաբեկչության մեջ։ Այստեղ կա հստակ նմանություն երկու կողմից աշխատանքի առումով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում Ադրբեջանի կողմից առաջ քաշած տարբեր դիտարկումներին, հատկապես կրոնի մասով, այո, այնտեղ իրենք կարևորում են, որպեսզի էջմիածինը լինի ոչ թե հայ առաքելական եկեղեցու ամենաառաջին հիմնադրված սուրբ կառույց, այլ այդտեղ լինի օրինակ ադրբեջանական մզկիթ, լինի կամ տարբեր տեսակետ մեկնաբանություններ կան, այսինքն իրանց մոտ նպատակը հայակենտրոն կարևորագույն կառույցը ոչնչացնելն է։ Եվ իհարկե այստեղ սկսվում են սրբազանների ձերբակալությամբ, շարունակվում են արդեն բարձր դասի, այդտեղ վեհապար, հայ ամբողջ կազմը փոփոխել ուղղությամբ։ Պետք է նաև այստեղ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը որպես տեսակ իրավունք չունի ոչ վարչապետ, ոչ էլ բարական առումով միջամտելու եկեղեցու գործին, հետևաբար այստեղ նույնպես կա մի շարք իրավական խախտումներ։ Ադրբեջանական կողմը երբեք չի թաքցրել իր ատելությունը եկեղեցականի նկատմամբ, տեսնում ենք Շուշիում Ղազախստանի եկեղեցին ինչպես ձևափոխվեց, մի շարք եկեղեցիներ եւ մատուրներ ոչնչացվեցին, այսինքն նույնը դա այստեղ արվում ուղղակի մարկային որակները քանդելով, մարկային որակները վերացնելու ուղղությամբ։ Հետո ես
չեմ կասկածի, չեմ զարմանա, որ անգամ Էջմիածինը դառնա։ Այս քայլերը կապում եք Փաշինյանի Թուրքիայցի հետ։ Միանշանակ Թուրքիայից հետո սկսվեց շատ ուժեղ եւ այսպես ընդգծված ատելություն եկեղեցու նկատմամբ։ Դրանից առաջ էլ կար, բայց Թուրքիայից հետո դա եղավ արդեն առանց գործողությունների պլանի վերածվեց եւ իհարկե ես անգամ հրապարակում եմ այդ մասով, որ Նիկոլ Փաշինյանը պատահաբար չի գնացել Թուրքիա, ինքը այնտեղ ստացել է հստակ հանձնարարություն, որտեղ մինչև ընտրությունները, մինչև թեկուզ իմպիչմենտի process-ը, որը քննարկումներ կան տարբեր, ինչ հնարավոր տարբերակներ կա, որով կարող է չեզոքացնել այդ երկուսը, միանշանակ բռնաճնշում դեր ինչ արում է եւ Ադրբեջանում եւ Թուրքիայում։ Այսինքն այնտեղ եւ այդ երկու պետությունները այն մարդիկ, որոնք կարող են իրենց շուրջ մարդկանց գեներացնել, հարցեր լուծել, ուղղակի իրենց դաշտից վերացնում։ Հետեւաբար նույն արում է այստեղ։ Նմանությունները տիպիկ են։ Ես այդ բռնապետների մոտ կա մեկ ընկալումը, հա, ուժով, գործողությամբ եւ ահաբեկելով դաշտը մաքրել։ Նույն արվում է այստեղ Նիկոլի կողմից։ Այսօր ինչ ակնկալել դատավարությունից։ Ես լավ ակնկալիք չունեմ, եթե օրինակ Սրբազան շարժման մասնակիցները 2 ամսով նախնական կալանք ստացան, ես այս մասով էլ բացարձակ դրական ակնկալիք չունեմ առհասարակ իրավապահ մարմինների կողմից։ Շատ շնորհակալություն։